Նախնական տարիքում երազում էի երգիչ դառնալ, այս արվեստի գծով։ Երազանքներ շատ եմ ունեցել, բայց ամենամեծ երազանքս դա բժիշկ դառնալն էր եւ այն էլ մանկաբույժ։ Մանկության երազանքը եղել է միշտ օգնել իմ ընկերներին, իմ մոտիկներին։ Մանկության իմ երազանքը եղել է դառնալ բժիշկ, այլ մասնագիտության մասին երբևէ չեմ մտածել։ Մանկաբույժ դառնալը եկել է ավելի ուշ ժամանակահատվածում կյանքի եւ ուրախ եմ դրա համար։ Իմ մանկության երազանքը ի սկզբանե եղել է դառնալ բժիշկ, հատկապես մանկաբույժ։ Միշտ երազել եմ դառնալ բժիշկ եւ հատկապես մանկաբույժ։ Մանուկ հասակում ինձ միշտ գրավել հետաքրքրել է մաթեմատիկան եւ ես շատ ուրախանում ոգևորվում էի, երբ ստանում էի վարժությունների կամ խնդիրների ճիշտ լուծումները։ Եվ իմ ապագա պատկերացնում էի մաթեմատիկայի բնագավառում։ Իմ մանկության երազանքներ շատ եմ ունեցել, բայց մասնագիտության առումով իհարկե երազել եմ բժիշկ դառնամ։ Երևի մայրս բժիշկ էր եւ հաճախ լինում էի իր աշխատավայրում, ինձ հարազատ էր այդ միջավայրը։ Փոքրուց միշտ երազել եմ դառնալ մանկաբույժ, այլ մասնագիտությամբ երբեք ինձ չեմ պատկերացրել։ Ֆիկցիոն հիվանդանոցում աշխատելու ցանկությունս առաջացել է ուսանողական տարիներին, երբ աշխատում էի եւ հետո դարձա երկրպագուն ֆիկցիոն հիվանդանոց։ 1988 թվականին երբ Գյումրի երկրաշարժը եղավ, հայրս մեկնեց Գյումրի եւ այնտեղ անհրաժեշտ օգնություն ցույց տալու եւ ես անդադ ուզում էի իր հետ գնալ, բայց փոքր էր ժամանակ, նա ինձ իր հետ չտարավ։ Եվ իմ մեջ այդ ցանկությունը առնացավ մարդկանց օգնելու, աջակցելու եւ այդ տարիքից իջնում 9-10 տարեկանից ինձ մեջ առնացավ այդ ցանկությունը բժիշկ դառնալու եւ տարիների ընթացքում ավելի արմատացավ այդ ցանկությունը։ Ես երբեք չէի կարող պատկերացնել, որ կընտրեմ բժշկի մասնագիտությունը, այդ բազմաչափ մասնագիտությունը, բայց եւ միաժամանակ մարդասիրական, անձնուրաց, նվիրաբեր մասնագիտությունը։ Ուրիշ այլ ոլորտում ինձ չեմ պատկերացրել։ Այլ մասնագիտության մասին չեմ մտածել։ Միայն բժիշկ դառնալն է եղել իմ հիմնական նպատակը։ Քանի որ նաև ես մեծացել եմ բժիշկների շրջապատում, երկու հորաքույրներ եղել բժիշկներ, որոնցից մեկը մանկաբույժ, եւ այդ երազանքը հետագայում չի փոխվել, դարձել է իրականություն եւ անսասան է մնացել։ Դպրոցական տարիներին եւս համոզվել եմ իմ ընտրության մեջ եւ դարձել եմ բժիշկ մանկաբույժ, նաև հետո բժիշկ վարակաբան։ Այո, երազել եմ մանկաբույժ դառնալ եւ երազանքս կատարվել է։ Երջանիկ եմ, որ երազանքս իրականացել է եւ ուրախ եմ, որ կարող եմ օգտակար լինել եւ օգնում եմ իմ մասնագիտությամբ շատ երեխաների։ Ընտրել եմ այս մասնագիտությունը օգնել այն մարդկանց, որ ցավ են զգացել, որ հիվանդացել են եւ երեխաներին, հենց հատկապես երեխաներին, որովհետեւ երեխաները չեն կարողանում իրանց ցավը, իրանց նեղությունը բառերով արտահայտել։ Միշտ սիրել եմ այդ մաքրամաքուր էակներին, նույնիսկ դրսում եթե երեխա էի տեսնում, անպայման մոտենում էի, խոսեցնում եւ շփվում հետը։ Այնպես որ չեմ ափսոսել, որ մանկաբույժ եմ դառել։ Մեր ապագան մեր երեխաներն են եւ այսօր աշխարհին մանկան մաքրություն է անհրաժեշտ։ Ես շնորհավորում եմ մեր մանուկներին ամենալուսավոր տոնի կապակցությամբ։ Եղեք առողջ, անհոգ, պաշտպանված, բարօրություն ձեզ սիրելի մանուկներ։ Մունիսի 1-ի կապակցությամբ ուզում եմ մաղթեմ, որ աշխարհի բոլոր երեխաները մեծանան ընտանիքներում, վայելեն իրենց ծնողների սերն ու ջերմությունը, ունենան անհոգ, երջանիկ մանկություն, իսկ ամենակարևորը լինեն առողջ։ Շնորհավոր այս ամենապայծառ տոնը։ Սիրելի փոքրիկներ, շնորհավորում եմ ձեզ հունիսի 1-ի երեխաների միջազգային պաշտպանության օրվա արդիվ։ Եղեք առողջ, երջանիկ, մեծացեք կապույտ, անամպ, խաղաղ երկնքի տակ, ունեցեք անհոգ մանկություն, թող իրականանան ձեր բոլոր երազանքները, դաստիարակվեք իրավամբ հայեցի, ազգասեր եւ հայրենասեր, որպեսզի հետագայում ձեր լումաններ դնեք մեր հայրենիքի բարգավաճման գործում։ Մեր երեխաներին ցանկանում եմ առողջություն,
անամպ երկինք եւ լավ ապագա։ Ցանկանում եմ, որ լինեն առողջ, ունենան անհոգ մանկություն, թող կապույտ երկինքը, անամպ երկինքը իրենց միշտ կապույտ երազներ բերի, իրենց աչքերը հավերժ ժպտան եւ լցվեն խիտով ու ծիծաղով։ Երեխաները մեր կյանքի ամենամեծ նվերն են, մեր ապագան։ Նրանց ծիծաղն ու ուրախությունը պարգևում է մեզ անսահման սեր։ Ցանկանում եմ նրանց երջանկություն, ուրախություն, անամպ երկինք։ Երեխաներին ցանկանում եմ անհոգ մանկություն եւ առողջություն։ Ցանկանում եմ երեխաների տոնի արդիվ նրանց առողջ լինեն, անպայման լինեն երջանիկ եւ իհարկե մեծանան ազգասեր եւ Ցանկանում եմ երեխաները, որ միշտ ժպտան, միշտ ժպիտը լինի իրենց դեմքին, այսինքն լինեն երջանիկ, անհոգ, մեծանան։ Ինչ կցանկանամ երեխաների տոնի առիթով իրենց, իհարկե որպես բժիշկ, որպես քաղաքացի առաջինը լինեն առողջ, ծնվեն առողջ, լինեն առողջ կյանքի ընթացքում, ունենան անհոգ մանկություն, շատ արդիական է հիմա, որ դա լինի խաղաղ, կապույտ, ջինջ երկնքի տակ, շրջապատված լինեն ծնողական սիրով, հոգատարությամբ, ունենան լավ ընկերներ, միշտ ժպտան, մի խոսքով իրենց կյանքը թող նման լինի բարի հեքիաթի։